Վերադարձանք տաղավար, կարևոր խորհուրդները լսեցինք։ Այո, խորհուրդները լսեցինք եւ իհարկե պետք է հիշել, որ ինչքան երեխաները մասնակից են դառնում մշակութային կյանքին, այնքան հագեցած է լինում եւ նրանց առօրյան եւ իհարկե զարգացման այդ ինքնաճանաչման նաեւ ճանապարհը շատ հարուստ է լինում։ Ասում ենք, չէ, որ մշակույթը նաև հենց ամենակարևոր դեղամիջոցներից է նման հարցերի շուրջ։ Եվ հիմա էլ մենք ունենք շատ հրաշալի առաջարկ, որպեսզի բոլորս ամսի 28-ին ներկա գտնվենք մի շատ կարևոր համերգային այսպես երեկոյի, հուշ երեկոյի, հոբելյան նույնիսկ երեկոյի, շատ կարևոր մարդու հետ կապված, ավելի մանրամասն արդեն շտապենք լավ ներկայացնել, փակագծերը բաց են կարծում ջի ժամանակ։ Եւ այսպես մեր տաղավարում ապրիլի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Հովհաննես Բադալյան 100 ես իմ անուշ Հայաստանի խորագրով համերգը, քանի որ մայստրոյի 100-ամյակն ենք այս տարի նշելու, այդ իսկ պատճառով այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպվել է։ Եվ հենց այս միջոցառման շուրջ կզրուցենք շատ կարևոր եւ շատ սիրելի մարդկանց հետ։ Նրանք մեր տաղավարում են, շտապենք ներկայացնել արդեն ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար մայստրո Ռուբեն Մաթևոսյան։ Բարի լույս։ Բարի լույս մայստրո ջան։ Բարև սիրելիներս։ Եվ Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի դիրիժոր Աշոտ Պետրոսյան։ Բարի լույս։ Մայստրո պարոն Պետրոսյան, բարի լույս։ Երկու մայստրոներ են այսօր մեր տաղավարում, շատ ուրախ ենք, որ դուք մեր տաղավարում եք։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերի համար։ Սիրով։ Որովհետև ինձ համար շատ կարևոր է մասնակից դառնալ իմ գործընկերոջ, ավագ գործընկերոջ հոբելյանական օրը կարևորելու առիթով։ Գիտեք ինչ, աշխատել մի մարդու հետ, որին ճանաչել ես ամբողջ կյանքում, բայց աշխատանքային գործունեություն ծավալել վերջին իր կյանքի, այսինքն կյանքի վերջը չէ, մինչև վերջ իհարկե 45 եւ ավելի տարիներ կողք կողքի ապրել, կողք կողքի երգել, կողք կողքի զգալ, հարգել մեկը մյուսին, ապրել անսամբլի ոգին գիտակցելով եւ ժողովրդին երգ մատուցելու մոլուցկով։ Մոլուցկ եմ ասում, որովհետեւ մենք երևի թե ամեն շաբաթ նոր երգ էինք ստեղծում։ Իսկ հեշտ էր աշխատել մայստրոյի հետ։ Այդ թվում նաև Հովհաննես Բադալյանը իհարկե առաջին հերթին, որովհետև նա երբեք չեր ասի չեմ երգի։ Չկար այդպիսի բան, բայց մենք նախընտրում էինք մեզ համար կարևորվող երգը, աշխատում ընդամենը 2-3 փորձ, որովհետև պրոֆեսիոնալ երգիչներ էին եւ անմիջապես ձայնագրում։ Ինչ վերաբերում է Հովհաննես Բադալյանին, ինքը բացառիկ երևույթ էր։ Մարդ, որ ամեն ինչ էր տեսնում, բայց երբեք չէր արտահայտվում, մարդ, որ սիրում էր հայրենիքը եւ ընդգծված ձևով կարողանում էր ներկայացնել իր երգով այդ սերը։ Գիտեք ինչ, պատահական չէր երգում ես իմ անուշ Հայաստանի, իսկապես իր համար անուշ Հայաստան գիտակցությունն էր, որովհետև նա երիտասարդ տարիներին ապրում էր Թեհրանում, գործել է այնտեղ եւ գիտակից կյանքի ամենավառ օրերին գիտակցել է, որ հայրենիքը կարևորություն է եւ հայրենադարձի փրև եկել է իդեպ ոչ ընտանիքի հետ, մենակ, ընտանիքից զատ, եկել է Հայաստան, եկավ, գտավ իրեն եւ ներկայացավ ժողովրդին պարզապես իր երգով։ Ոչ միայն երգեց, այլ նաեւ երգեր ստեղծեց։ Ես ընդամենը 2 երգի անուն կարող եմ տալ, որը ժողովուրդը շատ լավ գիտե եւ մեկը ես իմ անուշ Հայաստանին ինքն է երգել, իր երգը չի, բայց ինքը կերտեց Սարերի հովին մեռնեմ երգը, որը փառահեղ ներկայացվեց Հայաստանի արվեստի 10-օրյակին երգի բարի անսամբլի կատարմամբ, որտեղ աշխատել է ինքը նաև եւ միայն թե մայրս չիմանա երգը։ Այս երկու երգը ես շատ եմ կարևորում, որովհետև իսկապես նրա հոգու գիտակցությունն էր ընդգծված։
Հովիկը շատ հետաքրքիր մարդ էր։ Ես երբ անսամբլ եկա, Մերանգուլյանը պարտադրեց իմ ընկերներին, որ հետագայում բոլորի համար Հովանես Բադալյան էր, ինձ համար պետք է լիներ ինքն էլ թույլ չէր տա երբեք Հովիկ։ Նույնն էլ Օֆելը Կարպովնան, ես նրան երբեք այդպես չեմ ասել օտարների ներկայությամբ բնականաբար, իսկ այնպես կյանքում ինձ համար Օֆիկ ա եղել։ Այնպես որ Հովիկ ասելով չէր նշանակում, որ անտակտ ես, այլ նշանակում էր, որ շատ մտերիմ ես, շատ ավելի հարազատ ես։ Այդ իսկ պատճառով ես կարևորում եմ նրա մարդկային տեսակը, որը շատ հետաքրքիր էր, իսկ իբրև երգիչ խոսք չկա ասելու, պետք չի նրան գովաբանել, որովհետև ինքը իր երգեցողությամբ արդեն իսկ ընդգծել է իր կարևորությունը, եւ այսօր, երբ 100 տարեկան է, այդքան հաղորդումներ, որ նրան մասին եղավ գովերքելով Հովանես Բադալյան անունը եւ երևույթը, եւ հանրային հեռուստատեսությամբ, եւ հանրային ռադիոյով, նաեւ ուրեմն մենք պարտավորվեցինք առանձին, թեպետ ռադիոյում մենք ունեցանք համերգ, նվիրված իրեն, իր երգացանկով, բոլորովին այլ երիտասարդ կատարողներով, բայց այսօր մենք պարոն Պետրոսյանի հետ մեկտեղ, իմ Աշոտի հետ մեկտեղ անսամբլին պետք է ներկայացնենք Արամ Խաչատրյան համերգասրահի բեմահարթակից, ոչ միայն հիշելով, կարևորելով Հովանես Բադալյան անունը, որովհետև ամբողջ ծրագիրը կազմված է նրա երգերից։ Երևի բացառություն մենակ ես կլինեմ, որովհետև ես Ռուբեն Մաթևոսյանն եմ, ես չեմ ուզում իր երգերից երգեմ, ուզում եմ իմ երգը երգեմ, բայց ես իր կողքին 45 տարի երգել եմ հոռովել։ Մենք երգել ենք նաև այլ զուգերգեր, թե Ջրբաշյանի, թե Խաչատուր Ավետիսյանի զուգերգները։ Մեր ձայները շատ հետաքրքիր էր միաձուլվում եւ դառնում մի ամբողջություն, շատ գեղեցիկ զուգերգեր։ Ես երբեք Հովանես Բադալյանին այլ կերպ չեմ պատկերացրել։ Միայն գիտեմ, որ վերջին տարիներին, երբ բառերը մոռանում էր, ինձ համերգից առաջ ասում էր. «Ռուբիկ ջան, գիտես, որ չեմ հիշում տեքստը»։ Ասում եմ, «Ոչ չես հիշում, բան ունես, ակրոսներ ունես եւ փոքրիկ գրքույկ ունես, մեջը գրանցած բոլոր երգերը, բռնի ձեռքդ երգի, ոչ մի ամոթ բան չկա»։ Դա ճիշտ ես ասում։ Բարձացանք բեմ, այն էլ ուրեմն Ամստերդամում, լավ էր, որ ամբողջ դահլիճը օտարներ էին եւ ընդամենը մի 4-5 հայ կար դահլիճում նստած, որոնք ընդհանրապես հաշվարկված մարդիկ էին, Խաչատուր Ավետիսյանի իր կինը, իր տղան, մի 2 հոգի, ովքեր մեզ հրավիրել էին, մնացածը օտարներ էին։ Ինձ ձեռք բացարձրեց, ասեցի կարթա, հետո այդ պահին, որ ձեռքին է եւ ակնոցները աչքերին, նայում է ինձ ու ասում է. «Տեքստը չեմ հիշում»։ Զգուշ է ասում։ Ես էլ իրան ասում եմ, «Ձեռքը դա կարթա», չի լսում, ասում է, «Չեմ բերել»։ Ասում եմ, բլոկնոտը մոտդ ասում է, «Չեմ բերել, ձեռքին է»։ Մոռացել եմ։ Դե վերջս այդ պահեց կրծքին ու ես էլ հուշեցի, ասեցի առաջի բառերը եթե ասեմ, այս մարդը ծերից ծեր կերքի, ասեցի քարից թռան ասեց։ Գլխով արեց, որ հասկացա եւ անմիջապես երգեց. Քարից թռան երկու ցիտիկ, թռան նստեցին։ Մինոր երգ է ծնվել այդտեղ։ Մայստրո, ես վստահ եմ, որ պատմությունները շատ են ու սա հրաշալի առիթ է, որպեսզի թե հանրային ռադիոյի եթերներից, թե հանրային հեռուստատեսության եթերներից մենք անդադար մեր մեծերին, ինչպիսին է նաև Հովանես Բադալյանը, անդրադառնանք։ Դա պակաս եւ քիչ չի լինում։ Եվ ինչ լավ է, որ համերգային ծրագիր է կա, որ ապրիլի 28-ին կլինի։ Դե համերգային ծրագրի մասին թող Աշոտը ներկայացնի։ Ես երկու բառ, եթե թույլ կտաք ձեր թույլտվությամբ, բարձր մեր Մայստրո Պետրոսյանին հարցնենք։ Ինչ ծրագիր է սպասվում ապրիլի 28-ին։ Ուրեմն Բադալյանի երգացանկից է բոլոր երգերը տարբեր կոմպոզիտորների եւ աշուղների ստեղծագործություններ են, ընդգրկած են գրեթե բոլոր կոմպոզիտորները, գրեթե Մանդակունյան, Բեգլարյան, Խաչատուր Ավետիսյան, Գրիգոր Ախինյան,
Հավասի, Շերամ, գրեթե բոլորը, գրեթե մոտ 20 ստեղծագործություն է լինելու Հովհաննես Բադալյան եւ նաեւ Հովհաննես Բադալյան, իհարկե դա հիմնականում մենք Հովհաննես Բադալյանի երգը մի փոքր փոփոխել ենք, շատ քիչ, բայց ոչ երկի տեքստը կամ երաժշտությունը մի քիչ գործիքավորման մի փոքր փոփոխություն են կարել, որովհետև քանի որ մենք երգչախմբի հետ չենք կատարում, այլ սոլիստ պետք է կատարի, չեմ ուսում հիմա բարձրաձայնել ով է կատարելու։ Չէ, որտեղ սոլիստերի աղոտ բավական հագեցած է։ Քանի րոպե է տևելու երեկոն։ Մոտ 1 ժամ 40 րոպե կտևի։ Տոմսերը դեռ կարող ենք ձեռք բերել, եթե չի սպառվել իհարկե։ Ինչքան գիտեմ դեռ կա։ Տոմսարկվում այո։ Արդյոք այս համերգ այս ծրագրով կրկին կլինի, որովհետև կան մարդիկ գուցե որ չեն հասցնի այդ օրը ներկա լինել համերգին, բայց այո, Բադալյանի երաժշտությունը շատ պահանջված է։ Ուրեմն ռադիոն ունի կենթանի ձայնադարան հաղորդում, մենք անդրադառնում ենք մեր երգիչներին, կոմպոզիտորներին, ուրեմն երկու հաղորդում արել ենք Հովհաննես Բադալյանի։ Ինչ թվում է դեռ մենք կշարունակենք։ Դա ընթացքը կարծում եմ ընթացն է նաև ցույց կտա։ Եվ հանդիպելու նոր առիթ կլինի։ Այո, եւ հանդիպելու նոր առիթ կլինի։ Քանի որ ժամանակը շատ սող է, իսկ ձեր այդ զրույցը ու ցանկությունը շատ մեծ։ Ավաղ պետք է մենք դադարեցնենք մեր զրույցը, որպեսզի շտապենք մեր հեռուստատողներին էլ ասենք շատ շնորհակալություն, որ մեզ հետ եք առավոտյան ժամը 9-ից մինչև ժամը 11:30 մնացեք Անդրեյանի հետ, որովհետև Անդրեյանը շատ հագեցած ծրագրով է միշտ հանդես գալիս ձեզ համար։ Եվ մնացեք առողջ ու սիրեք իրար շատ լսելով լավ ու որակյալ երաժշտություն։ Չենք մոռանում ամսի 28-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա Հովհաննես Բադալյանի 100-ամյակին նվիրված Ես իմ անուշ Հայաստանի խորագրով համերգը բաց չթողնենք։ Շատ շնորհակալություն ձեզ, Շնորհակալություն։ Հաջողություն, մայստրո, մենք միասին հաջողություն արեցինք արդեն այսօր մեր հեռուստատողներին։ Ստեսություն ձեզ, եղեք բարի ու սիրեք ինչքան կարող եք։